Ինչպես առաջի ժամվա պաշտամունքին ասեցինք, որ այս զրույցը ճշմարտություն, Աստծո խոսքի ճշմարտությունները ճանաչելու համար են։ Եվ բժշկությունը, ես չգիտեմ ինչպես ենք մենք պատկերացնում, երևի մեկը պատկերացնում է, որ երբ եղբայրները պետք է աղոթեն ձեռ դնեն, որ ես բժշկվեմ, իհարկե դա էլ է գրված, կամ Հիսուսը երկնքից պետք է իջնի, ես հանդիպեմ իրան, որ բժշկվեմ, կամ մի մեծ զորություն պետք է գա իմ վրա, որ բժշկվեմ, բայց Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ ճշմարտությունն է քեզ բժշկելու, թե հոգևորապես եւ թե ֆիզիկապես, այսինքն Աստծո խոսքը, որ բացվում է, դու ճանաչում ես ճշմարտությունները Աստծո խոսքի եւ այդ ճշմարտությունը քեզ բժշկում է։ Բժշկում է քո հավատքը եւ քո հավատքն էլ քեզ է բժշկում։ Փառավորվի Տիրոջ անունը։ Մարդի վիճակը իր հավատքի հետ է կապված։ Թե լավ եւ թե վատ։ Աստծո խոսքից դուրս հավատքը երևույթի վրա կլինի, զգացմունքների վրա կլինի, ինչի վրա որ լինի։ Դրա հետևանքը ծանրություն է, թույլություն է, սառնություն է, հոգևոր աշխարհի մեջ գտնված վիճակներ են, հիվանդություններ են, որ մարդը չունի հաղթություն, չունի ազատագրություն եւ տառապում է։ Իսկ առողջ հավատքը, որ Աստծո խոսքի վրա է կառուցված, ճշմարտության վրա է կառուցված, որ է Աստծո խոսքը, Աստծո խոստումները, այդ խոստումների վրա եղած հավատքը բժշկում է մարդին։ Առողջ հավատք, առողջ հոգևոր կյանք։ Փառք Հիսուսին։ Մենք առաջի ժամին զրուցեցինք, սիրելիներ, ներող կլնեք, զրուցեցինք, որ ես որոշ ամփոփում եմ, դուք գրել եք այս վերնագրերը, Հիսուս Քրիստոսը հին մարդը փչացրեց, խափանեց խաչի վրա, և Հիսուս Քրիստոսը հաղթեց սատանային և մահին նորից խաչի վրա։ Ուրեմն, ինչա, դևերին հաղթելու համար Հիսուսը խաչը պետք է բարձրանար, որ հաղթեր։ Ինչու խաչի վրա։ Դևերը հեռվից տեսնում էին Տեր Հիսուսին, աղաղակում էին, ծնկի էին գալի, և Տերը որտեղ հրամայեր, այնտեղ էլ գնում էին։ Ուրեմն Հիսուսը պետք է հաղթեր սուտը, ապացուցելով, որ Աստծո խոսքն է ճիշտ և հավիտենական ճշմարտությունը։ Սատանան իր սուտ խոսալով նսեմացրել էր մարդի կյանքում Աստծո խոսքը, հեղինակազրկվել էր Աստծո խոսքը, հիմա Հիսուսը պետք է ապացուցի, որ Աստված, որ քեզ սիրում է հավիտենական սիրով, դա ճշմարտություն է, որ Աստված քո բարի հովիվն է Տեր Հիսուսը, և գայլը քեզ չի կարող հափշտակել, դա ճշմարտություն է, որ նա ամեն օր քեզի հետ է մինչև աշխարհի վերջը, դա ճշմարտություն է։ Հիմա Աստված իր խոսքը պետք է հաստատի մարդի կյանքում։ Առաջի Ադամով հեղինակազրկվեց, Աստծո խոսքը երկրորդ Ադամով վերականգնվեց, թագավորեց Աստծո խոսքը, սիրելիներ։ Հիմա ինչպես, եւ մենք տեսանք, որ հազարավոր, միլիոնավոր հրաշքները չհաղթեցին մարդի ներսում եղած անհավատությունը, Աստծո խոսքի վրա եղած անհավատությունը, այդ կասկածները։ Աստված խոստմունք արեց, խոստմունքի վրա երդում արեց, մենք տեսնում ենք, որ էլի այդքանը չբժշկեց մարդի անհավատությունից։ Զոհերի այրունը նույնպես կատարյալ չկարողացավ բժշկել մարդին, և Տեր Հիսուսը հոր խոստումները ապացուցեց իր այրունով։ Փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, այսինքն ինքը բոլորին իր վերքերն է ցույց տալիս այրունոտ, և ասում է որդիս, նայի, որ Աստծո խոսքը ճշմարտություն է,
Աստծո խոսքը քեզ չի կարող խաբել, նա այո եւ ամեն է։ Եվ այսօր բժշկված հավատքի մարդիկ զգում են Աստծո ներկայությունը, թե չեն զգում, ապացույցը, որ Աստված իրանց սիրում է, զգալը չի։ Տեսնում են Աստծո ներկայությունը, թե ոչ, նրանք չեն առաջնորդվում զգացմունքով կամ երևույթով։ Նայում են, որ աղոթքի պատասխանները դեռ չկա, պրոբլեմները ավելի են շատացել, սատանայի մտքերը ավելի են շատացել, նրանք դրանով չեն առաջնորդում, նրանք ապավինել են Աստծո խոստումներին, խոսքով են ապրում։ Վարժվեք, ձեր անձերը վարժեցրեք, ապրել Աստծո խոսքով բոլոր վիճակներում, սիրելիներ։ Եվ այդ խոսքը Հիսուսը այրունով ապացուցեց, որ էլ կասկած չմնա։ Ուրեմն հին մարդը ով է։ Աստծո խոսքը մեզ ցույց է տալիս, որ Տիրոջ խոսքի ապացույցը աղոթքների պատասխանը չի, պրոբլեմների լուծումը չի, որտեղ պրոբլեմը լուծվում է, մի քիչ հետո ուրիշ պրոբլեմ է առաջանում։ Աղոթքի պատասխանը առնում ես, ինչքան եք աղոթքի պատասխան առել, թե չեք առել։ Մի քիչ հետո նորից կարիք կա պատասխան առնելու, որտեղ աղոթել ես։ Իսկ Աստված չի ուշացնում իր խոստմունքը, ժամերն ու ժամանակներն էլ մենք չենք որոշում, երբ պետք է աղոթքի պատասխանը առնենք։ Դու աղոթողն ես, բայց որոշողը Տերն է։ Ամեն։ Ուրեմն ապացույց չեղավ աղոթքի պատասխանը։ Աղոթքի պատասխանը Հիսուս Քրիստոսի սուրբ այրունն է։ Փառավորվի Տիրոջ անունը։ Եվ այդ այրունը, ինչպես խոստովանեցինք, ամեն օր հաղթում եմ իրեն ճանաչողներին։ Օրինակ ինձ ամեն օր այրունն է հաղթում։ Իմ մեջ գոյացած բոլոր ինչուները, ինչու աղոթքի պատասխանը չեղավ, Տեր, ես սպասում եմ այսքան, ինչու հիվանդը չբժշկվեց կամ պրոբլեմը չլուծվեց եւ այլն, ինչուներ։ Երբ որ իմ աչքը հավատքի ընկնում է արյան վրա, այդ բոլորը ջնջվում են իմ մեջից, իմ մեջ գալիս է խաղաղություն, ես հաշտվում եմ Աստծո հետ, ինչուները վերանում են։ Ինչպես է բացատրել։ Այրունը ինձ համար ճանաչված է որպես Աստծո խոստումների ապացույց։ Ուրեմն ապացույցը այրունն է, հոր սիրո եւ նրա խոստումների։ Քանի որ իմ ներսում դա ճանաչված է որպես ապացույց, դա այրան զորությունը գործում է եւ բժշկում է եւ մաքրում է։ Փառավորվի Տիրոջ անունը։ Սատանան բերել է մեղքի գայթակղությունները, երիտասարդական հրապուրանքները բոլորի առաջ, այրունն է հաղթում, ինչպես որ ինձ համար ճանաչելի է այրունը որպես ապացույց, որ Հիսուս 11 կյանքը ես եմ, ապացույցն էլ Հիսուսի այրունն է ինձ համար այդ խոստումների։ Դրա համար Սուրբ Գիրքը ասում է, որ չարին հաղթեցին, ինչպես հաղթեցին։ Գառան այրունով, այսինքն այրունը, որ ճանաչում ես ապացույց, հաղթություն է լինում։ Էլ խռովություն չի լինում, հոգի չի խռովում Աստծուց, ապստամբության չես գնում, կասկածները տեղ չես տալի, այրունը չի կարելի այրան վրա կասկածել, ամենամեծ մեղքն է այրան վրա կասկածելը, եւ այն էլ Հիսուսի այրան վրա։ Սիրելիներ, այս բժշկություններն է անում Սուրբ Հոգին դալիճում։ Ընդունեք Հիսուսի անունով։ Սրանք լեկցիաներ չեն, որ մենք խոսում ենք, սրանք իրական կյանք են։ Եվ ովքեր երեխայի պես ընդունում են, նրանք բժշկվում են։ Փառավորվի Տիրոջ անունը։ Ուրեմն հին մարդը, որ խաչի վրա Հռոմեացիս 6-րդ գլուխ 6-րդ խոսքը կարդացինք առավոտվա պաշտամունքին, եւ գրված է, որ զայս գիտնանք, այսինքն կատարված ժամանակով, անցած ժամանակով, որ մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը փչանա, որ մեղքի չծառայենք, ինչպես բացատրվեց։ Հին մարդը այն մարդն է, այն մեր ներսի էությունն է, այդ բնույթն է, որը չի վստահում Աստծուն։
հին մարդը ծնվել է սատանայի խոսքից։ Այդ սերմից է ծնվել։ Մարդ, որը չի հավատում Աստծո խոսքին։ Մի Հիսուսը դրան պետք է հաղթի, ինչպես հաղթի։ Ապացուցել Աստծո խոսքի հեղինակությունը, որ բարձրանում է, հին մարդը պարտվում է։ Դու հավատում ես Աստծո խոսքին, մերժում ես հին մարդին, ազատվար հին մարդից։ Ուրեմն ապացուցելով է հաղթել, ոչ թե հրամայել է հին մարդ գնա անդունդը, սատանա անդունդը գնա, նա ապացուցելով է հաղթել չարին և մեղքին։ Եվ մահը այդտեղ պարտվել է, մահի իշխանությունն էլ է խափանվել, որտև ինչեր մարդը Աստծուց բաժանվել, որտև էլ չի վստահում Աստծո խոսքին, մտածում է, որ Աստծո խոսքը խափում է իրան, զրկում է իրան, դառավ հավատացյալ երիտասարդ է, զրկվավ կարծես թե ամեն ինչից, բայց որ արյան ապացույցը բացվում է, դու տեսնում ես, որ դու փրկվար, ոչ թե զրկվար։ Եվ ինչպես օրինակով ասեցինք, ես նորից եմ այդ օրինակ ուզում ասել, ինչպես է մեզի Տերը բժշկել, ինչն է բժշկել, ինչ եղավ, որ բժշկվանք։ Իմ սիրտը Աստծուն ասում էր, որ դու ամեն բան արգելել ես, գոնե ես մի բաժակ ջուրն էլ չարգել էիր։ Եվ այդ բաժակ ջուրը իմ հասկացած կյանքն է այս աշխարհում։ Եվ Աստված ինչ է ասում, տղա ջան ասում է, ախր ես քեզ այնքան շատ եմ սիրում, դու չես պատկերացնում։ Դու իմ որդին ես, ես քեզ կամենում եմ ամենաընտիր կյանքը երկրի վրա։ Սիրելիներ, հիշեք, Տերը երկրի վրա ձեզ համար կամենում է ամենաընտիր կյանքը, թե հոգևոր, թե մարմնավոր, ֆիզիկական, ամենաընտիր։ Եվ այդ ամենաընտիրը նա է, որ Աստծո խոսքն է ասում, ոչ թե մեր գաղափարներն են ասում։ Աստծո խոսքը, որ ճանաչես կիմանաս։ Հիմա Տերն ասում ես ամենաընտիրն եմ ցանկանում քեզ, բայց որ այդ ջուրը խմելու չի, կեղտոտ, աղտոտ, սատանայի ջրերն են։ Աստված ասում է, ես ինչպես համաձայնում եմ, որ դու խմես։ Դու իմ որդին ես, ես քեզ սիրում եմ։ Որ դա խմելու լիներ, ոչ թե մի բաժակ, աղբյուր կբացեի ես քեզ համար, գիշեր ու ցերեկ խմեիր, երազիդ մեջ էլ կխմեիր, բայց խմելու չի։ Հիմա այդ ճշմարտությունը ապացույց է փնտրում։ Հա, ընդունեցի խոսքը, բայց ապացույցը ո՞րն է։ Տերը ապացուցել է իր այրունով, փառավորվի Տերը։ Այդ ճշմարտություններն են մեզի բժշկե, ազատե եւ ամեն օր ազատում են ու բժշկում են, երբ որ հին մարդը գլուխ է բարձրացնում։ Իմի հետ էլ փոխանցում ենք ձեզ, սիրելիներ, Հիսուսի անունով։ Ընդունեք այս ճշմարտությունները, ճանաչեք, եւ այս ճշմարտությունները ձեզ կբժշկեն։ Տերը եթե ասել է այդ ջուրը մի խմի, ինչպես սամարացի կնոջը, արի ես քեզ կյանքի ջուր կտամ։ Եվ այդ կինը Աստծո խոսքը լսելով հրաժարվեց այդ ջրերից մեղքի։ Իր սափորը մի կողմ նետեց եւ գնաց ժողովրդին Քրիստոս քարոզեց։ Ուրեմն Տերը ստիպողական քեզ մեղքից չի ազատելու, քո հավատքն է քեզ մեղքից ազատելու։ Սատանայի հարձակումներից նորից քո հավատքն է քեզ ազատելու։ Երբ որ դու Աստծո խոսքին կհավատաս, այդ հավատքը քեզ կբժշկի։ Երբ որ կհավատաս, որ հակառակորդը քեզ մոտեցել է, ես տարիներ տառապել եմ այդ հարձակումների տակ, ես օդից չեմ խոսում, տարիներ, ես գիշեր ու ցերեկ աղոթում էի, ծոմով աղոթում էի, արցունքով աղոթում էի, եկեղեցուն խնդրում էի, եկեղեցին աղոթում էր ինձ համար, զորավոր եղբայրները աղոթում էին, այդ պահին խաղաղություն էր լինում, բայց հետո այդ հարձակումները շարունակվում էր մանավանդ գիշերները, չեմ ուզում խորը բաներ ասեմ, եւ ինչպես Տերը բժշկեց, ես էդի եմ ուզում ասեմ, այդ հարձակումները ինչպես դադարեցին, սիրելիներ,
Եվ մի օր էլի ես այդպես առավոտյան լույսը բացվել է, դեռ չեմ վեր կացել անկողնուց, ու ես զգում եմ, որ հակառակորդը մոտենում է, որ նորից նույն տառապանքները պետք է սկսվի, ես էլ հույսել չունեմ աղոթելու։ Ես մտածում եմ, որ էլի սկսվեց այդ տառապանքները, այդ տանջանքները, իմ միտքն էր մենակ ազատ, ֆիզիկապես ես բռնվում էի, բայց իմ միտքը ուղեղը ազատ էր։ Եվ այդ պահին ես տեսնում եմ, որ Սուրբ Հոգին իմ գլխի վերևը կանգնած է։ Եվ ասում եմ, Տեր, արգելի է անօրենին, մի թող որ ինձ մոտենա։ Եվ ինչ է ասում Սուրբ Հոգին։ Եվ Սուրբ Հոգին ասում է, որ նա գալիս է, բայց քո վրա իշխանություն չունի։ Ես էդի գիտեի, բայց էդի բացվեց ինձի։ Տեսանելի դառավ։ Այ քեզի բան ասի։ Ուրեմն ես անօրեն ինձ ստերով է, հա, տանջե։ Ուրեմն սատանան քեզ տանջում է խաբելով։ Ինչքան հոգիներ մոտեցան, զրուցեցինք, ասում եմ հիմա, որ ես այդ բաներին չհավատամ, չի լինի, ասում եմ չի լինի։ Վախը, եղբայր, վախը հետևանք է։ Հարցնում են քույրիկներ, ասում են ինչի հետևանք է, ասում եմ մտքերին հավատալու հետևանք է վախը։ Հա եղբայր, ասում եմ այո։ Դե մի հատ աղոթք կանենք, աղոթենք վախը կգնա, բայց մի քիչ հետո նորից կգա։ Բայց որ դու հավատաս Աստծո խոսքին, որ դրանք սուտ են։ Ու ես հարց եմ տալի, շատերին ստեղ, որ մոտենում են, հարց եմ տալի, ասում եմ, լավ, հակառակորդը քեզ այդքան վախացնում է, չգիտեմ, կխեղդեմ, դժոխք կտանեմ, ինչ կանեմ, բա ինչու չի անում։ Ինչու չի անում, մենակ ասում է։ Քանի տարի է ասում է։ Ես չգիտեմ ում կյանքում քանի տարի է։ Ուրեմն ինչու չի տանում, կարող է բարիացել է մի քիչ այդ անօրենը, խաբար չենք։ Տեղյակ չենք, երևի մի քիչ բարիացել է, հա։ Ուրեմն ասում եմ, այ քուր ջան, ուրեմն իրավունք չունի, որ չի անում, ոչ թե չի ուզում, այլ իշխանություն չունի։ Ընդունեք, սիրելիներ, ճանաչեք ճշմարտությունը։ Եվ հարց են տալի, ասում եմ, բայց ինչ անեմ։ Դա ասում եմ, որ դու հակառակվես, ինքը կփախնի։ Հիմա Սուրբ Հոգին ինձ ասում է, նա գալիս է, բայց քո վրա իշխանություն չունի։ Երբ որ դա ինձ բացվեց, վայ ասի Տեր, բա ինչի շուտ չէր ասում։ Ու ես այդ հավատքի իշխանությունով եմ նայում, ու հակառակորդը ինձ չի կարող մոտենալ, ոչ թե Սուրբ Հոգին չի թողում։ Այդ հավատքի ուժը իր դեմ պատնեշ է արդեն։ Հալելույա։ Սուրբ Հոգին չի խառնվում։ Ուզում է, որ իմ հավատքը բժշկվի։ Որտեւ ինչքան հեռացրել է, նորից կրկնվել է։ Որտեւ իմ հավատքը հաստատ չի։ Տերը քո հավատն է հաստատում Աստծո խոսքի վրա։ Եվ շարունակեց Սուրբ Հոգին խոսքը. դու ունես նրա վրա իշխանություն։ Հալելույա։ Եվ դա եղել է մոտավորապես 80 քանի թվին, եւ մինչեւ հիմա այդ ճշմարտությունները ինձ ազատ են արել։ Պատերազմը չի վերջացել, բայց մենք դեմ ենք դնում Հիսուսի անունով։ Դուք հասկանում եք։ Ես շատ այդպես բան եղա։ Ու հակառակորդը հեռացավ ինքը, չքվավ։ Ես ասի ուրեմն մինչեւ հիմա այդ անօրեն այդ ստության հայրը ինձ խափելով է տանջել Տեր։ Ու ես ասեցի անօրեն դե հիմա արի, ասի գնա միշտ կարաս ինձ անես։ Ու ինչ եք մտածում, եկավ թե վախեցավ գալ։ Հենց այդ նույն գիշերն եկավ։ Բայց ես էլ չհանձնվեցի, ես հակառակվեցի, Աստծո խոսքը բռնելով, Տիրոջ անունով։ Դες տեսա, որ դա իշխանություն չունի, այ քեզի բան։ Սուրբ Հոգին ասում է, ինչ ես կծկվել ես, դողում ես, հեսա գքա գլխիդ կզարգի դու։ Մի հատ դեմ դեր Հիսուսի անունով, վռնդի նրան։
Հիմի ճանճը թռը եկեք ով են կանգնել է, դու ասում ես Հիսուս ջան ազատի, մեծ քշի դու է թել է։ Միտք առնում եք, թե մի չեք առնում, սիրելներ։ Ճանաչեք ճշմարտությունը, ճշմարտությունն է ձեզ բժշկում, այմա բժշկում է Տերը։ Վախից, սատանայի ստերից բժշկում է։ Դուք էլ ընդունեք բժշկությունը։ Եվ այդ ճշմարտությունը ամեն օր մնալու է ձեր մեջ եւ ամեն օր ձեզ ազատելու է սատանայի ստերից։ Ահա բժշկությունը։ Էլ մի վախեցի, որ ես ճամբարից գնամ, հետո կկրկնվի։ Ճշմարտությունը մեջդ է։ Ոչ իմ կարիքը կա, ոչ էլ Պավել եղբոր կարիքը կա։ Ճշմարտությունը քո ներսիդին է։ Ալելույա նրան։ Այդ ճշմարտություններն են մեզ ապրեցնում։ Փառավորվի Տիրոջ անունը։ Մենք հիմա որ մի կարճ աղոթ պետք է անենք, փարտանք այս ճշմարտությունների համար։ Ես տենում եմ, թե ինչպես Սուրբ Հոգին Սուրբ գրքում Տեր Հիսուսը աղոթ կարե, չէ, Հայր, սրբես զանոն քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն է, այմա Սուրբ Հոգին ճշմարտությունով մաքրություն անում դալիճում։ Այդպես հայտնություն է գալի իմ մեջ։ Հեչ աղոթել եք, որ Տեր մաքրի, ես վախերից մաքրի, ասել եք։ Աղոթել եք, թե չէ։ Դե հիմա մաքրում է։ Քո պատկերացրած ձևով չպետք է լինի մաքրությունը։ Դու պատկերացնում ես, որ երկնքից հիմա մի հատ մաքրություն գկա կմտնի քո մեջ ու դու լրիվ կպրծնես, այդպես չի։ Դու խնդրողն ես, բայց ձևը, կարգը, որոշողը Տերն է։ Հիմա էլ Հիսուսի անունից այդ հայտնությունը ասում եմ, որ Տերը մաքրում է, Հիսուսի աղոթքն է կատարվում, սրբե զանոն քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն է, դա Հովանու ավետարանի 17-րդ գլխում է գրած։ Սիրելիներ, հիմա ճշմարտությունը ճանաչեցնել է տալիս եւ ճշմարտությունով Սուրբ Հոգին մաքրություն է կատարվում այս դահլիճում եւ ամբողջ ճամբարում, ովքեր որ հիմա լսում են ճշմարտությունը, ուրեմն մենք փառք ենք տալու ճշմարտության հայտնության համար։ Իմի կարող է ոմանք սրտում ասում են եղբայր ջան, դե էդի գիտեի, բայց ոչ մի բան չի փոխվում։ Ուրեմն աղոթի, որ հավատաս, հավատքն է բժշկելու։ Հիսուսը չէր ասում քո գիտեցածները քեզ բժշկեց, քո գաղափարները քեզ բժշկեց, ասում էր քո հավատքը քեզ բժշկեց։ Ասում էր, թե չէր ասում։ Ուրեմն պետք է փառտանք ճշմարտության հայտնությունների համար, գնահատենք սիրելիներ։ Կանգնենք աղոթքի, մի կարճ աղոթքի։